Ինչու հետաձգեցիք արդյոք հանրային արձագանքը նշանակություն ունեցավ բացասական։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար, եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք վերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ, եւ այն իրավիճակը, որը որ մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել։ Այսինքն այդ նախագիծը ինչպես է նպաստելու, որ պրոֆեսիոնալ։ Ես հիմա նախագծի քննարկմանը չեմ աղ, քանի որ ես հիմա նախագծին չեմ բանա, ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ։ Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են, եւ այս որովիցե նոր որակում տալու որովիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում եմ, նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվում է։ Այդ մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերները ակտիվ են եւ ավելի շատ են ակտիվանալու ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է, որպեսզի հին դեմքերով է գնալու, թե մարդիկ են ներգրավելու։ Ես կարող վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաեւ պետք է, չգիտեմ, իրավունք ունեմ ասեմ, թե չունեմ ասելու, բայց կասեմ, լավ, հիմա ինչ լինի։ Մենք նաեւ կանանց կվոտան ենք մեծացրել եւ կանանց ներգրավվածությունը պետք է շատ ավելի շատ լինի վարչության անդամների քանակի մեջ, հա, եւ ով կընտրվի։ Ինչ մեծացրեք կանանց կվոտան ավելի ներգրավվածության, ավելի շատ կանայք, դե չեմ ուզում հիմա կանանց կառավարել, հա։ Դե լավ, Մարիկ ջան, դու ամուսնացած ես, չէ՞, կանանց չի լինում կառավարել, ասեմ, կանայք են ավելի հեշտ կառավարում։ Հա ջան։ Ես խնդրում եմ, եկեք, լավ, Մակրոնի ինքը համաշխարհային ղեկավար է մակարդակի, մեծ առաջնորդ է եւ իր անձնական կյանքը դա իրանց գործն է, անձնական կյանք որևիցե մեկի մոտ պետք չի մտնել։ Հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի, հիբրիդային պատերազմ, ասում եք միութենական պետություններ ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրովը այստեղ էր, Արարատ Միրզյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում էր, որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցային հարաբերությունները, այս հակասությունները ինչպես հասկանալու։ Ես նախ Արարատ Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ։ Պարոն Միրզյանը ասում է այն ինչ որ գտնում է ճիշտ, իսկ ինչ վերաբերում է հապկի մեջ մնալու մասը, ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ, որ պարոն Միրզյանը նման բան ասած չի լինի։ Սառեցված է, այո, սառեցված է եւ չեմ կարող։ Ես իր հետ չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել, մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն հասնում, բայց դուք հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծում եմ նոր ասելիք չկա, այն ինչ որ հրապարակային եղել է, հակասություններ կան, ընդունելությունը բավական շատ քննադատվեց եւ ազատ։ Բայց իմ հարցը չպատասխան։ Դե ինչ պատասխանեմ։ Որ հակասություններ արդյոք Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասելով դա պարոն Միրզյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են, մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է ուզում